Բարձրյան բարև ձեզ, շնորհակալ եմ, որ համաձայնեցիք այս ուրիշին։ Երկու հարցի հետ կապված կուզեմ ձեր խոսքը լսել, նախ շնորհավոր անցած տոներ, բայց դե տարի սկսում ենք հերթական խայտառակ իրողությամբ։ Վստահ եմ տեսաք, որ Սուրբ Ծննդյան օրը Մայր տաճարում հայրապետական պատարագ էր եւ դրան զուգահեռ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում Նիկոլ Փաշինյանը Անուշավան Ժամկոչյանի կողմից իրականացվող ծիսակարգի էր մասնակցում իր տիկնոջ ԿՊԱ-ական վերնախավի հետ, որին հաջորդեց Սուրբ Աննա Աստվածածին եկեղեցու Բաքում իր ելույթը, իրենք ուխտերթ էին, իրականում այդպես է չհասկացանք, ուխտերթեր, տեսնես Էմմա Պալյանը հասկացա վերջը ինչ էր դա, եւ որտեղ Բաքում, եկեղեցու Բաքում Փաշինյանը պնդում է, որ եկեղեցու վերնախավը աղանդավորական տրամաբանության մեջ է, Հիսուս Քրիստոսից ներողություն խնդրեց Հիսուսին մենակ թողնելու համար, այս հայտարարությունների հետ կապված ես կուզեմ ձեր գնահատականը լսել, համեցեք։ Մարիամ ջան, ուրեմն Հայաստան ընդհանրապես համաշխարհային պատմությունը առնվազն վերջին 100 տարվա գոնե ցույց է տալիս, որ հատկապես եվրոպական պատմությունը, Եվրոպայի պատմությունը, Արևմտյան Եվրոպայի մասնավորապես ցույց է տալիս, ինչքան այլանդակություններ տեղի ունենում են, տեղի են ունենում ժողովրդի համար եւ ժողովրդի անունից։ Մշտապես քաղաքականության մեջ միջազգային ինչքան այլանդակություններ են տեղի են ունենում ժողովրդի համար։ Ժողովրդի համար Բալկաններն էին, ժողովրդի ազատագրության համար Բալկաններն էին ռմբակոծում, ժողովրդի ազատագրության համար այլանդակություններ էին տեղի ունենում Արցախում եւ այսպես շարունակ դեպքերը շատ են արևմտյան Եվրոպայից մինչեւ արևելյան մերձավոր արևելք մինչեւ արևելյան Եվրոպա, Ուկրաինա։ Հիմա Հայաստանի Հանրապետությունում եւս ինչ տեղի է ունենում ժողովրդի համար։ Եվ ժողովուրդն է անում 18 թվականին ժողովուրդը արեց հեղափոխությունը, ասում են, եւ ժողովրդի համար տեղի ունեցավ, պետությունն են քանդում ժողովրդի համար, մարդկանց են սպանում ժողովրդի համար, ժողովրդի ազատագրության համար եւ այսպես շարունակ։ Հիմա վերադառնանք կրոնական հարաբերություններին։ Կրոնական հարաբերություններում ինչ տեղի է ունենում քրիստոնեական աշխարհում, տեղի է ունենում Քրիստոսի համար եւ Քրիստոսի անունից։ Եվ Փաշինյանի խոսքը, երբ ինքը ամեն երկրորդ, երրորդ նախադասությունը մեկ բան է անում, նշում է Քրիստոսի անունը, դա բան չի, նորություն չի, դա պատահականություն չի, սրա համար չի կարելի զարմանալ։ Այն մարդիկ, ովքեր խախտում են քրիստոնեական վարդապետությունը իրենց կենցաղով, իրենց ապրած կյանքով, իրենք ավելի բարձր են խոսում Տիրոջ համար, Տիրոջ անունից, քան թե այն մարդիկ, ովքեր իսկապես փորձում են իրենց կենցաղը որոշակիորեն համապատասխանեցնել Տիրոջ խոսքին։ Փաշինյանը այստեղ սովորական հերթական ղեկավարներից մեկն է։ Ես շատ ժամանակ ես մարդու հետ շփվել եմ եւ վստահաբար կարող եմ ասել, որ համենայն դեպս ես չեմ նկատել իր կողմից որևէ հետաքրքրություն դեպի եկեղեցի, դեպի քրիստոնեական ուսմունք, դեպի քրիստոնեական վարդապետություն, բացարձակապես չեմ նկատել, ասեմ ավելին, Փաշինյանի շրջապատում եղել են մարդիկ, ովքեր ոչ միայն չեն եղել քրիստոնյաներ, այլ ոչ միայն եղել են բաներ, ասենք մեկը աթեիստ է եղել, մեկը չգիտեմ ինչ է իրեն հռչակել, այլ դրան զուգահեռ իրենք եղել են հակաքրիստոնյաներ, հակաեկեղեցականներ եւ ամեն առիթը օգտագործել են, որպեսզի ծաղրեն, հեգնեն քրիստոնեությունը կամ քրիստոնեական ծիսակարգերը, ծաղրեն եւ հեգնեն։ Դրա վառ օրինակն է Արայիկ Հարությունյանը, ներկայիս աշխատակազմի ղեկավարը, ով հիմա տեսնում ենք, որ մասնակցում է պատարագների։ Եվ սա եւս մեկ անգամ մեզ ցույց է տալիս, որ այնպես չէ, որ գիտես ցանկացած մարդ կարող է վերադառնալ դեպի հավատք, բայց երբ որ դու վերադառնում ես, դու պիտի ապաշխարես, դու պիտի քո վարքագիծը պիտի փոխես, հա? Բայց մենք տեսնում ենք, որ այս մարդիկ իրենց վարքագծի մեջ բացարձակապես որևէ փոփոխություններ չեն մտցրել, իրենց խոսքի մեջ բացարձակապես փոփոխություններ չեն մտցրել, ինչպես որ խաբել են, ինչպես որ կեղծել են, ամեն ինչը, այդ թվում քրիստոնեական
ուսմունքը եւ վարդապետությունը այդպես շարունակում են, միայն մեկ ֆրագմենտ է առաջացել, իրենք մասնակցում են պատարակների։ Սա ընդամենը բեմականացում է, սա ընդամենը շղարշ է, սա ընդամենը կարելի է ասել, ես այս պատճառների մասին շատ եմ խոսել, որ ընտրություններից առաջ Փաշինյան Նիկոլը այստեղ կա հոգեբանական, քաղաքական, իրեն այսպես ասած բան է արել, հա, թշնամի է կարգել եկեղեցին, որպեսզի լոկալ հաղթանակ տանի ընտրություններից առաջ, բայց ես վստահ եմ, որ այստեղ կա նաև արտաքին ուղղորդում, եւ իրենք շատ հետաքրքիր ձևով իմ կարծիքով սա ընդհանրապես ենթադրություններ է, բայց որը ունի որոշակի հիմքեր, ես առանց հիմքերի ենթադրություններ չեմ անում, եւ իրենք շատ բան ձևով կարողանում են մարդկանց բերել այն ուղեցրի վրա, այդ թվում որոշ լրատվականների բանով, թե մասնակցությամբ, որ այս ամենը տեղի է ունենում Ադրբեջանից կամ Թուրքիայի ուղղորդմամբ։ Ես կարծում եմ, որ միգուցե Թուրքիան եւ Ադրբեջանի որոշ բաներ, շրջանակների համար հաճելի է այնինչ տեղի ունենում առաքելական եկեղեցու հետ է տեղի ունենում Հայաստանի Հանրապետությունում, բայց ես կարծում եմ, որ իրական պատվիրատուները այս ամենի Թուրքիայից մի քիչ արևմուտք են գտնվում, մասնավորապես Ապենինյան թերակղզում։ Եվ այս հարցը պիտի բարձրացվի, այս հարցը պիտի պարզաբանում ստանա։ Փաշինյան Նիկոլը ինչ ենթադրենք, ինչի համար է Փաշինյան Նիկոլը բարձր պարգևների արժանանում Հռոմի Պապի կողմից։ Ինչի համար, նա քրիստոնեական աշխարհի համար ինչ զասլուգաներ ունի, ինչ արժանինքներ ունի։ Ինչ է Փաշինյան Նիկոլը մերօրյա տվանն է, Թոմա Ակվինացին է, Ֆրանցիսկոս Ասիզեցին է, հա, որ այդպիսի բարձր պարգևների արժանում Հռոմի Պապի կողմից։ Այդպիսի պարգևների արժանացել նաև Հայաստանի Հանրապետության նախկին նախագահ Արմեն Սարգսյանը եւ էլի շատ պաշտոնյաներ։ Ինչ է տեղի ունենում, վերջը հայ ազգը պիտի իմանա, պիտի հասկանա։ Փաշինյան Նիկոլի կինն է գնում Հռոմ, Վատիկան, հանդիպում է բարձր աշխարհի կարդինալներ, բարձր, ասենք, դաս ունեցող հոգևորականների հետ, կարդինալների հետ, Հռոմի Պապի հետ, մարդ, ով նույնիսկ կին, որ ասում եմ ճակերտավոր, հա, ինքը ոչ բան է, ոչ եկեղեցով, ոչ զաքսով, այս մարդիկ, այսինքն այն անձնավորությունը, ով Փաշինյանի ընկերուհին, այսպես ասենք, հա, Փաշինյանի ընկերուհին արժանանում է այդ կարդինալների ընդունելության, ինչի համար, ինչ խոսակցություններ են տեղի ունենում, ինչ հրահանգներ է գալիս։ Եվ արդյոք այնինչ տեղի է ունենում այստեղ, կապ ունի այդ հրահանգների հետ։ Դուք վերցրել եք այն մարդկանց, ովքեր այսօր դուրս են եկել կաթողիկոսի դեմ, ուսումնասիրեք այդ մարդկանց կենսագրությունը, ով որտեղ է կրթություն ստացել։ Այդ ո՞րն է նրանցից Ադրբեջանում կամ Թուրքիայում կրթություն ստացել։ Բարձր դասը ներկայացնող շատ ու շատ հոգևորականներ, ինչպես դիվանագետներ Հայաստանի Հանրապետությունում 10-ից 8 դիվանագետը Ֆլեչեր է ավարտում։ Կասեք, այդ Ֆլեչերը այդ ինչ են բանանում, որ հետո գալիս մեկից դառնում են դիվանագետներ։ Հիշում եք, չէ, այս մարդը խնդիր ուներ, ժամանակին իրեն Հիսուսի հետ էր համեմատում, դե Պապ թագավոր Հիսուսի հետ համեմատություն, հիմա Հիսուսից ներողություն է խնդրում մենակ թողնելու համար։ Լավ, այս ամեն ինչը ինչի դրսևորում է վերջինիս կողմից։ Մարիամ, այս մարդը ակնհայտ ունի առողջական, ակնհայտ, ինքը ունի առողջական եւ պսիխիչսկի խնդիրներ։ Դա ակնհայտ է։ Ինքը կարող է իրեն Նապոլեոնի հետ համեմատել, ինքը կարող է իրեն Պողոս Առաքյալի հետ համեմատել։ Երբ որ 18 թվականին ես լրագրողներից մեկին սրա մասին ասում եմ, ինքը ասում է դու չափազանցնում ես։ Հիմա դա տեսնում է ամբողջ Հայաստանն է տեսնում։ Բայց հարցը հետեւյալն է. ինչպես է ստացվում, որ ակնհայտ ձևով խնդիրներ ունեցող մարդը կարողանում է պառակտել եկեղեցին։ Ինչպես է ստացվում։ Ինչպես է ստացվում, որ ակնհայտ խնդիրներ ունեցող մարդու հետևից դուրս են գալիս եպիսկոպոսներ եւ արքեպիսկոպոսներ։ Այդ ինչպես է ստացվում։ Այդ եպիսկոպոսները եւս ակնհայտ խնդիրներ ունեն։ Ստեղ է խնդիրը։
Իհարկե մենք կարող ենք ժամերով խոսել Փաշինյանի հոգեբանական ֆիզիկա։ Ես հիշում եմ 2018 թվականին, երբ Փաշինյանին վերաբերյալ հոդվածներ եղան, որ ինքը առողջական խնդիրներ ունի, հայկական ժամանակը տպեց մի հոդված, որ Փաշինյանը գնացել է եսին որ բժշկական կենտրոն եւ այդտեղ ասել են, որ ինքը կատարյալ առողջ է։ Ես էլ գրառում եի առել, որ միայն կատարյալ ապուշը կարող է ասել, որ ինքը կատարյալ առողջ է։ Առողջությունը չի կարող կատարյալ լինել, ապուշությունը կարող է կատարյալ լինել։ Եվ այո, կատարյալ ապուշ մեկը ամիսներ, ինչ ամիսներ եմ ասում, տարիներ շարունակ ներկայացնում է Հայաստանի Հանրապետությունը միջազգային ասպարեզում, բայց կներեք, Փաշինյան Նիկոլի հետևից գնացող արցախցի գեներալներն ովքեր են այդ դեպքում, արցախցի գնդապետներն ովքեր են այդ դեպքում, Փաշինյան Նիկոլի հետևից գնացող արքեպիսկոպոսները, արցախցի արքեպիսկոպոսներն ովքեր են, եպիսկոպոսներն ովքեր են։ Այսօր մի ստվար զանգված գնում է այդ մարդու հետևից, իրենք ովքեր են։ Հարյուրավոր ժուրնալիստներ, խմբագիրներ, բլոգերներ, իրենք ովքեր են։ Այսինքն խնդիր կա այստեղ, Մարիամ ջան, հասկանում ես։ Եթե մեկ հոգին կարողանում է քանդել բանակը, ուրեմն այդ բանակը մեկ օր առաջ պիտի քանդվեր։ Եթե մեկ հոգին կարողանում է քանդել այս աստիճան հասցնել եկեղեցին, ուրեմն ինչ վիճակում է եկեղեցին եղել, կամ է։ Ովքեր են տալիս այդ հրահանգը, որ Արայիկ Հարությունյանը գնում մասնակցում է պատարագի։ Դա հենց այնպես չի կարող տեղի ունենալ, Մարիամ։ Հենց այնպես չի կարող, վաղը կարող է Արայիկ Հարությունյանը դառնա բուդդիստ, այն մյուս օրը մահմեդական, բայց դա հենց այնպես չի լինում։ Այստեղ կան պրոցեսներ, այստեղ կան պատվերներ, այստեղ կան քաղաքական որոշակի քաղաքական շահեր կան։ Սա պիտի պարզաբանվի, սա պիտի մարդիկ հասկանան։ Ես մշտապես ասել եմ, ես սրբազանին էլ էի ասում մեր արքեպիսկոպոսին, հրապարակային ենք մենք դրա մասին խոսել, որ վերածնունդը պետք է տեղի ունենա եկեղեցուց, եկեղեցին պիտի խոսի ճշմարտության մասին։ Ես նկատի չեմ ունեցել այն, որ եկեղեցին հարի այս կամ այն կուսակցությանը, ոչ։ Եկեղեցում պատարակներից հետո պիտի եպիսկոպոսները, արքեպիսկոպոսները խոսեին այս օրվա ճշմարտության մասին, որը տեղի չունեցավ։ Այսօր մարդիկ ավարտեք ձեր միտքը, ուղղակի ժամանակի սղության պատճառով մի հարց։ Այսօր մարդիկ չեն հասկանում ինչ է տեղի ունենում։ Մոլորված են այսօր մարդիկ, որովհետև իրենց բոլորը խաբում են, բոլորը։ Ես օգտվելով առիթից ուզում եմ շնորհակալություն հայտնել, որ իր հեճուկս ամեն բանի հայլին դեռ շարունակում է ինձանից կարծիք հարցնել։ Ես շատ լավ գիտեմ, թե ինչպես է իմ խոսքից հետո հայտնի գրասենյակից զանգում խմբագիրներին, ասում մի վերցրեք իրենց հարցազրույցը։ Ես գիտեմ, խմբագիրներն ինձ պատմել են։ Այն մարդիկ, ովքեր այսօր Քրիստոսի անունը դարձրել են մատի փաթաթան, բացարձակապես կապ չունեն Քրիստոսի հետ, թե այն կողմից, թե այն կողմից։ Եվ ամեն դեպքում վերջին հարց, իր տիկնոջ այդպես ներկայանալն էլ բավականին քննարկման թեմա դարձավ եւ նաեւ ինչ էր գրետիկինը մոտ 3 օր առաջ, որ 2026 թվականը հայտարարենք ոչ միայն կրթելու, այլև մեզանից մեր լավագույն տարբերակը կերտելու մասին։ Ես կխնդրեմ այս հետ կապված կարճ մեկնաբանություն զուտ ժամանակ տեսող։ Մարիամ, շատ լավ, 2026 թվականը կրթվելու տարի։ Հրաշալի գաղափար է։ Եվ մեզանից լավագույն տարբերակը կերտելու։ Շատ լավ, հա, այո, կերտնենք մեզանից լավագույն տարբերակը։ Հիմա ես Աննա Հակոբյանին եմ դիմում։ Այն մարդը, ով տերունական աղոթքը գիտեր որպես ծերունական աղոթք, այսօր ներկայանում է որպես եկեղեցին բարենորոգելու այդ թիմի անդամ։ Տարեք այդ մարդուն կրթեք, Հակոբյան Աննա, Սարուխանյան, Կարին տարեք ձեր տուն կրթեք, դուք էլ հետ կրթվեք։ Արայիկ Հարությունյանին եւ տասնյակ են այդ մարդիկ, տասնյակ ուղակի։ Տարեք կրթեք, ես կողմ եմ։ Երթի գնացողներին ուղ։ Այո, այդ երթի գնացողներին են Թալինի քաղաքապետին, ով եկեղեցու բակում այլանդակ հայտարարություններ է, տարեք կրթեք։ Ձեր բաներին, շակալներին տարեք կապեք ձեր դուռը։ Այս մարդկանց անունները այնքան շատ են։ Ես ներողություն եմ խնդրում, որ միայն Սարուխանյան Կարենի եւ Արայիկ Հարությունյանի անունն եմ տալիս, շատ եւ Թալինի քաղաքապետի անունն եմ տալիս։ Շատ են։
100-ներով են այն մարդիկ, Դե իրենց մեկը այլանդակություն կա, լրագրողը գնաց է հարց է տալիս, ինչ որ սիրտն է ուզում արդեն հետ տա, ասենք, այս անասնական մասսայի գլխին, դուք եք կանգնած, դուք, իհարկե ձեր Աննայի, Նիկոլի, մնացածի կողքերը կան մարդիկ, ում տեսանելի չեն, ստվերային ղեկավարներ կան այս ամենը, դա ակնհայտ է, բայց դուք կարող եք այդ մարդկանց գամերը քաշել։ Ուղղակի այդ բանի հետ կապված դուք ասացիք Տարեկ կրթեք, իրենց կրթածներից մեկը այն Վաչե Դուրգարյանն էր, օպերայի թատրոնի փոխտնօրենը, որը թառել էր Մայր տաճարում, բարձրացել էր եկեղեցությունների վրա, Շիրմաքարի վրա կաթողիկոսի եւ ինչ տոնայնությամբ, այսպես ասենք, խեղողներին կանչում էր, որպեսզի ներս մտնեն եւ վեհափառի վրա հարձակվեն։ Ուրեմն Հայաստանի նորանկախ այս վերջի պատմության, այս վերջի հատվածի ընթացքում մի քանի դեպքեր են եղել, երբ ձեր ասած դեպքը շիրիմների վրա էր դուրս եկել, եւ էլի դեպքեր են եղել, երբ գերեզմանոցներում տեղի են ունեցել այլանդակություններ։ Մեկը Շիրակի մարզում 19 թվականին, 20 թվականին, երբ հենց այդ նույն տերունական աղոթք իմացողներից մեկը հրապարակել էր մի նկար, ծածուկ արված, որտեղ մարդիկ հրաժեշտ են տալիս իրենց հարազատին, առանց դիմակների։ Եվ հետագայում դա վերցրեց Նիկոլ Փաշինյանը, տեղադրեց իր էջին, եւ ամենավերջին բառերը այն մարդկանց, ովքեր առանց դիմակ հրաժեշտ էին տալիս իրենց հարազատին, բա տեսեք ում պատճառով է COVID-ը Հայաստանի Հանրապետությունում այս աստիճանի հասել։ Բա կրթեք Հակոբյան Աննա, բա ամուսնուդ ասա եկա էշ ես, սա անելու բան է, որ դու անում ես Փաշինյան Նիկոլ, կամ սա անելու բան է, որ դու անում ես Սարուխանյան Կարեն, եկա էշ ես։ Ես միայն կողմնակից եմ, ես կարող եմ այդ կրթման պրոցեսին եւս մասնակից դառնամ։ Ոչ ոք բան չի էլի Հայաստանի Հանրապետությունում կրթության դեմ նորմալ մարդը, ոչ ոք չէ, նորմալ մարդը չի կարող կրթությանը, գրականությանը, զարգացմանը դեմ լինի։ Օբսկուրանտիզմով չեք տարապում։ Բայց դուք ասում եք մի բան, անում եք մեկ այլ բան։ 2020 թվական Եռաբլուրում ովքեր էին միտինգ անում, շիրիմները ովքեր էին կող կրթում։ Մի մասը ենթադրենք դուք չեք եղել, ընդդիմադիր հատվածն եղել, ենթադրենք դուք կասեք հիմա։ Բայց այն գլխավոր մասը հո դուք եք։ Իրենք մտան զորքով, բարի իմաստով։ Դուք եք չէ միտինգ անում, դուք եք Նիկոլ վարչապետ գոռնում, դուք եք հայրանքներ տալիս Եռաբլուրի շիրիմների վրա։ Լավ է, լսեք, Հայաստանը փոքր պետություն է տարածքով։ Այսքան անտագանիզմ, ես որ ասում եմ անտագանիզմ, նկատի չունեմ հայտնի կուսակցությունների եւ ձեր անտագանիզմը, ում դուք վերջերս անդամներին 3 միլիոն փող եք տալիս։ Ես դա նկատի չունեմ։ Ես ասում եմ իմ նման մարդկանց եւ ձեր անտագանիզմի մասին։ Եվ այն մի վատ հետևանք ունենալու է, չէ, Աննա Նիկոլ։ Ունենալու է հետևանք։